Մենք աշխարհի միակ ազգն ենք, որ բժշկի մոտ գնում ենք մենակ այն վաղ, երբ արդեն շտապ օգնության մեքենան դռան դեմը սիգնալ է տալիս։ Ու այդ վաղտ էլ բժշկին ասում ենք. «Դոկտոր ջան, դու սխալ ես գրել, հարևանս կնիկ ուրիշ դեղ ասել»։ Այս sense թեմաներից ենք խոսալու, թե մենք ինչ կարող ենք անել եւ ինչպիսի մտածելակերպ ունենք, իհարկե հումորով։ Ովքեր հումորից հասկանում են եւ ցանկանում են լսել, թող մնան եթերում։ Իսկ ովքեր հումորից չեն հասկանում, բարի ճանապարհ ձեզ։ Մտեք ցանկացած հայկական տուն, Սառնարանի վերևը մի հատ ապտեկա է, որտեղ կա 1955 թվի զեյլոն կա ու դեղեր, որոնք սաղ աշխարհում արգելված են, բայց մեզ մոտ մահից բացի սաղին օգտվում են։ Մեր մոտ հարևան Անժելա տատիկի խոսքը ավելի մեծ ուժ ունի, քան Գերմանիայում վերապատրաստված պրոֆեսորինը։ Արա այդ դեղը մի խմի թրջոց դիր, սաղ կանցնի կգնա, սա միայն կլսես մեր հայերից։ Բայց գիտեք այսքանից ամենակայֆը որն է, որ հայը գնում է ամենաթանկ հետազոտությանը, 3 ժամ հերթ է կանգնում, փողը մուծում է, դուրս է գալիս ու ասում ես բժիշկը բան չի հասկանում, սաղ սուտ է գրել։ Բա եթե չէր հասկանում, խի էր գնում, այ ախպեր ջան։ Մենք սաղս բժիշկ ենք, սաղս գիտենք, որ դեղը, որից հետո խմենք, բայց հենց որ տեղներս ցավում է, զանգում ենք Ռուսաստան ապրող մեր մորքորի տղուն, որը ավտոմեխանիկա ու հարցնում ենք Գագո սիրտը ծակում է ինչ խմեմ։ Դե իհարկե Գագոն էլ ամենագետ, ինչպես մեր հայերից շատերը ամեն ինչ գիտեն, ամեն ինչից տեղյակ են, բացի իրանց գործից։ Բայց ամենավատը դա չի, ամենավատը այն է, որ հայի համար դեղատունը խանութի պես բան է մեր համար։ Գնում ենք դեղատուն, հերթ կանգնում, ու որ հերթը հասնում է մեզ, դեղագործին ոչ թե թուղթ ենք տալիս, այլ ասում ենք քուր ջան մի հատ լավ ցավազրկող տուրեն անցած անգամանից մի քիչ ուժեղ լինի, բայց դե որ ստամոքսից հանգարց չխփի։ Ու դեղագործներ, որ արդեն սովոր է մեր տեսակին, սկսում է հետդ բազար անել, ոնց որ կարտոշկա առնելու զինես։ Իսկ եթե Աստված չանի մի թեթև ջերմություն ունեցար, սկսվում է համահայկական խորհրդակցությունը։ Զանգում ես մորքուրիդ, մորքուրդ ասում է արողով շփիր, հորքուրդ ասում է ոտքերը տաք ջրի մեջ դիր, հարևանդ էլ ասում է սաղ սուտ է ախպեր, մի հատ իբոպրոֆեն խմի անցնի կգնա։ Վերջում այդ խեղճ հիվանդը սաղն անում է ու արաղով շփվում է ու ոտքերը ջրի մեջ է դնում ու դեղն է խմում, ամենավերջում։ Հետո էլ զարմանում ենք, թե խի է մարդու սիրտը կանգնում։ Արա այդքանից հետո փղի սիրտը կանգնի, որ մնաց մեր սովորական խեղճ հայ սիրտը չկայնի։ Ու գիտեք որն է ամենակայֆը, որ գնում ենք ստոմատոլոգի մոտ ու ասում է սատամդ պետքա քաշել։ Սկսում ենք հետո վիճել, բժիշկ ջան, մեղ կա մի կերպ սարքի դեռ ծամում եմ, հետո յոլա եմ գնում։ Մենք նույնիսկ մեր ատամի հետ ենք ախպերություն անում, մինչև վերջին շուրջը պահում ենք, որ չփոկվի։ Ու հենց դուրս ենք գալիս կաբինետից, առաջին գործը որն է, մի հատ սառը ջուր խմել, մի հատ ծխախոտ վառել, որովհետև դե բժիշկ ասես չի կարելի, բայց ինձ հո կարելի է ախպեր ջան։ Ոնց թե։ Ժողովուրդ մենք այն ազգն ենք, որ յոդի ու զեյլոնկայի վրա ավելի շատ ենք հույս դնում, քան ժամանակակից տեխնոլոգիաների։ Մեր տանը եթե դեղի տուփը բացում ենք, մեջ են երկար թուղթի ինստրուկցիան ոչ թե կարդում ենք, այլ միանգամից դեն ենք շպրտում, որովհետև այդքան ով է կարդալու սաղ վնասներ են գրել, որ չխմենք։ Մենք մենակ դոզան գիտենք։ Մի հատ առավոտը մի հատ իլիկուն ուտելուց հետո, իսկ թե ինչի հետ չի կարելի խմել, դե դա արդեն կարևոր չի, կարևորը հարևանը խմելա իրան օգնելա։ Բայց ամենաուժեղը գիտեք որն է հայի տեսակցությունը հիվանդանոցում։ Եթե եվրոպացին գնում է տեսակցության մի հատիկ ծաղ է կտանում, կամ շուտ լավացիր բացիկ է վերցնում գնում է։ Հայը հիվանդանոցը գնում է այնպես ոնց որ հաղթանակ զբոսայգի գնա։ Առաջինը բանանը, ախպեր ես չեմ հասկանում ինչի հենց բանան, մենք հո կապիկ չենք։ Բայց հենց մեկը հիվանդանում է սաղազգը, տելեֆոներով բանանա կրում հիվանդի պալատը 2 ժամ հետո դառնում է Էկվադորի պլանտացիան։ Խեղճ հիվանդը արդեն չի կարողանում շնչի բանանի հոտից։ Բայց դե բերել ենք պիտի ուտես որ ուշ հավաքես ախպեր, ոնց թե։ Իսկ տեսակցության եկողների քանակը հիվանդը նորա վիրահատությունից դուրս եկել ուզում է մի քիչ քնի, մեկ էլ դուռը բացվում է, ներս է մտնում մի 20 հոգի, հորեղբոր տղան, իր կնգահետ, հարևան Գագոն, տոպետ կլինի Գագոյի շունը ու սաղն էլ բարձր խոսում են, բա տեսար ախպեր ոնց եղավ, այդ ոնց եղավ որ ցաված, այդ ոնց եղավ, սենց եղավ, նենց եղավ, հիվանդին հարցականում են այնպես ոնց որ ինքը վիրահատության չլինի, այլ ԱԱԾ-ի հարցակնության է եկել։ Ու ամենաբոցը դա սնունդն է։ Բժիշկն ասում է միայն թեթև սնունդ, բայց մերոնք թեթև ասելով հասկանում են տաք խաշլամա հավվեսով խորոված շշերի վրա քաշած ու մի հատ էլ հավվեսով քյաբաբ։ Պալատի դուռը բացում ես, մեկ էլ տենում ես տումբուշկի վրան լավաշը փռած, սող լավաշ տակ մի սաղ պալատը խորովածի հոտ անգել։
Բժիշկը որ մտնում ասում է, «Էս ինչ է կանում»։ Մերոնք էլ ասում են, «Բժիշկ ջան, այս խեղճը սովից մեռավ, մի կտոր հաց թողոտի, այսքան արունա կորցրել է»։ Ախպեր, ինչ արուն, մարդու լեղապարկը նորեն հանել, դուք խաշլամ են խորովածը բերել եք, բրդում եք ստամոքսը։ Բա հիվանդանոցից դուրս գրվել է։ Սա իսկական Օսկարի մրցանակաբաշխություն է։ Մանավանդ 90-ականներին, 2000-ականներին, հա։ Մենք բժշկին փող կամ կոնյակ տալիս էինք, այնպես էինք պահում, ոնց որ լրտեսական կինոյի մեջ լինեինք։ Այդ ծրարը զորով յանիմ կողում էինք գրպանը, հետո սկսում էինք ձեռքով ոտքով անել, որ հանկարծ ուրիշը չտեսնի։ Ու ասում էինք, բժիշկ ջան, էս էլ քո փողը մի քիչ է, բայց դե սրտանց է, բժիշկն էլ թե արդեն 30 տարի է նույն ներկայացումը նայում, հա։ Ասում էր, չէ, պետք չի։ Բայց դե հո մենք կռվով, զորով յանիմ էլի սենց մսցնում էինք գրպանը, էդ էլ չէինք հաշվում կաշառք, հաշվում էինք, որ մաղարիչ ենք անում բժշկին, որ մեր հիվանդը շուտ է լավացել կամ դուրս է գրվի արդեն։ Ժողովուրդ, բայց դե մենք շատ լավն ենք, էլի, մենք հիվանդանոցում ավելի շատ քեֆ ենք անում, քան ուրիշները հարսանիքում։ Մեկ էլ զգացել եք, վերջերս սաղս դարձել ենք առողջ ապրելակերպի սիրահար։ Բժիշկն ասում է պետքա դիետա պահես, շատ խոտ ու բանջարեղեն ուտես, հայն էլ ասում եղավ բժիշկ ջան, եղավ ախպեր ջան։ Ու գիտեք ոնց է հայկական դիետան։ Գնում ենք քյաբաբանոց, պատվիրում ենք 4 շամփուր քյաբաբ, 2 շամփուր խոզի չալաղաչ, մի հատ էլ կոկա-կոլա, բայց ախպեր ջան, մի հատ էլ խոտ բեր էլի, բժիշկն ասել է առանց խոտի չուտես, ու սկսում ենք այդ յուղալիմիսը այնքան ռեհանով համեմ ուտել, որ վերջում ստամոքսը չի հասկանում, դու դիետայի մեջ ես, թե ուղղակի որոշել ես սաղ աշխարհի ուտելիքը մի օրում վերջացնես։ Կամ այն առավոտյան վազքը, տեսել եք 50 տարեկան հայ տղամարդուն, որ որոշել է վազի։ Հագնում է տնական չստերը, մի հատ էլ սպարտիվ կա, վրեն 3 հատ գից ու դուրս է գալիս փողոց 5 մետր վազում է, տենում է հարևան Գագոն ավտո է սարքում, կանգնում է Գագո։ Էս ինչ է եղել, բրատ։ Բա ասում ես ֆարելը փոխել ես, հա։ Վերջ, դիետանով վազքը պրծավ, 2 ժամ Գագոյի հետ ավտոյի տակն են, հետո էլ գնում են մի հատ սուրճ խմենք, յոլա գնանք, սուրճի հետ էլ մի հատ գաթա, մի հատ բլիթ ու վերջում էլ ասում, արա ես խիչ չեմ նիհարում, այ ախպեր, սաղ աշխարհը նիհարավ, ես չնիհարեցի, որ դիզ նիհարես, ախպերս։ Ժողովուրդ արդեն նոր դարում ենք ապրում, 2026 թիվն է, բայց մենք դեռ հեռախոսով խոսելուց այնպես ենք գոռում, որ մարդիկ մտածում են հեռախոս չունենք, ուղղակի պատշգամբից պատշգամբ ենք կանչում։ Մանավանդ մեր մեծերը, մեկի մայրը որ զանգում է ինչ-որ միտեղ, հեռախոսը այդ խեղճ մարդը ականջից հեռու է դնում, ես դա շատ անգամ նկատել եմ, ու ամենահետաքրքիրը Viber-ով նկար ուղարկելն է, մի հատ նկար ուղարկելու համար սաղ ազգուտակով հավաքվում են, որոշում են, այս նկարը լավն է, թե չէ, հետո որ ուղարկում են, մի 10 րոպե հետո զանգում են ու հարցնում, բալես հասավ նկարը, բա խիչ ես գրում։ Բայց դե ոնց նայում ենք, մենք աշխարհի ամենաանմիջական ազգն ենք, մենք նույնիսկ ռոբոտին կստիպենք, որ մեզ հետ սուրճ խմի, մեր բախտը նայի, ու մեր ուժը հենց դրա մեջ է, մի փոխվեք, տենց էլ մնացեք, սրտանց, հավեսով, բայց ժողովուրդ, այս ամեն ինչը հեչ, այս վերջերս մի հատ նոր հիվանդություն է տարածվել, այս մեր արհեստական բանականություններին տեսել եք ինչ օրեն գցել, այդ խեղճ ռոբոտներին ստեղծել են, որ գիտության համար հարցեր լուծեն, տիեզերքից խոսան, բայց հայկինը հեռախոսը վերցնում է սուրճի բաժակի նկար ուղարկում այդ ռոբոտին է ասում, նայ տես մարդը սիրուհի ունի թե չէ։ Այդ ռոբոտն էլ մի պահ զամիկանի է տալիս, չի ջոգում մրունի մեջ ինքը ոնց պիտի սիրուհի գտնի, բայց դե մերոնք չեն հանձնվում, ասում են, թե որ խելացի ես, նայ այստեղ էս երկու գիծը, որ իրար են կապել, էդ են սվետանա թե չէ։ Ու ամենավատը գիտեք որն է։ Որ այդ ռոբոտը մի պահ պատահական պատասխան է գրում ու վերջ, ընտանիքը քանդվեց, կնիկը հեռախոսը շպրտում է մարդու վրա, աստված նույնիսկ, անաստված նույնիսկ ամերիկացի ռոբոտն ասում, որ դու սիրուհի ունես։ Այս խեղճի մարդն էլ կանգնած ապշած նայում է, չի ջոգում, թե ինչ է եղել, ինչ սիրուհի, ինքը երբ է հասցրել սիրուհի պահի։ Եթե առավոտից իրիկուն Գագոյի ավտոն է սարքում, բայց դե տեխնոլոգիան ասել է վերջ։ Մենք դարձել ենք մի ազգ, որ արհեստական բանականությունը օգտագործում ենք ոչ թե աշխարհը փոխելու, այլ հարևանի բախտը նայելու համար։ Ես վստահ եմ, մի 2 տարի հետո արհեստական բանականությունն է սովորելու հայերեն։ Մենակ նրա համար, որ ասի քուր ջան, թող այդ բաժակը գնա մի հատ տունը մաքրի, մարդը սիրուհի չունի, ուղակի սոված է, գործից նոր է գետուն։ Բայց դե մենք էլի չենք հավատալու, ասելու ենք այս ռոբոտին հաստատ մարդը կաշառել, որ սուտ խոսա։ Ժողովուրդ, եկեք սուրճը խմենք հաճույքի համար, ոչ թե ռոբոտին գործ տալու։ Թողեք այդ խեղճ արհեստական բանականությունը իր համար աշխատի, թե չէ սաղ աշխարհի ռոբոտները մեր ձեռը կրակն են ընկել։
Արդեն ուզում են հրաժարական տան ու գնան մենակ չինացիները չփվեն։ Հիմա արդեն չինացիները եւ այլ զարգացած պետություններ արդեն արտադրել են եւ վաճառում են արհեստական բանականությամբ ռոբոտներ։ Դրանք բավականին դեռ շատ թանկ են, բայց մարդիկ կան, որոնք գնում են եւ տանում պահում են այդ ռոբոտներին։ Պատկերացրեք մի պահ, որ հայկական մի ընտանիք գնել են նմանատիպ մի ռոբոտ, այդ ժամանակը շուտով գա, ինչպես ժամանակին սմարթֆոններն էին, որ շատ մարդկանց հասանելի չէին, այնպես էլ հիմա գա ժամանակ, որ այդ ռոբոտները հասանելի կլինեն սմարթֆոնների պես բոլորին։ Եվ պատկերացնենք, եկեք պատկերացնենք, որ հայ ընտանիքը գնել է եւ տարել է իր տուն արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ։ Պատկերացրեք, տանում ենք տուն ու ստիպում ենք բաժակ նայել։ Կնիկը սուրճը խմել է, բաժակը դնել է ռոբոտի դեմը ու ասի. «Դե նայ տես աղջկաս բախտը երբ է բացվելու»։ Ռոբոտն էլ սովոր է, մենակ լոգիկայով աշխատի, ասելու է տվյալները բավարար չեն։ Կնիկն թե վայ, քո տերը չմեռնի, բա այն ճանապարհը չես տեսնում։ Այն որ սպիտակ ձիու վրա մի հատ տղա գալիս է, դե Գերմանիայից է էլի գալու։ Ռոբոտը սկսելու է GPS-ով ման գալ Գերմանիա, Երևան ավտոբուսները, բայց տեսնում է որ ձիով մարդ չկա, մարդ։ Ու վերջ։ Հայ կնիկն ասելու է ռոբոտը խոտանա, սրան տարեք, հետ տվեք։ Սա սովորական բաժակի մրուրից բան չի հասկանում։ Ու գնալու է հարևան սկիսուրի մոտ, որովհետև սկիսուրը ավելի լավ արհեստական ինտելեկտ է, ինքը առանց բաժակել գիտե ով ում հետ է, ով ինչ արել, ով ուր է գնում։ Ժողովուրդ 2026 թիվն է, արդեն նոր դար ենք մտել, ամեն ինչ փոխվել է ու ռոբոտները տիեզերք են թռնում, բայց հայը մնում է հայ։ Մենք նույնիսկ ամենախելացի ռոբոտին կարող ենք դարձնել բիսեդգի տղա, որ հետը նարդի խաղանք ու վերջում էլ մաղարիչ ուզենք։ Եկեք չվախենանք այդ արհեստական ինտելեկտից, ինքը ինչքան էլ խելացի լինի, մեկը չի կարողանալու հասկանա, թե ոնց ենք մենք հիվանդանոցում բանանով ու խաշլամով հարց լուծում։ Ռոբոտը դա ծրագիր է, իսկ հայը տարերք, ու այդ տարերքը ոչ մի GPT, Gemini չի կարող հաղթի։ Ժողովուրդ, մենք աշխարհի միակ ազգն ենք, որ հարսանիքին գնում ենք ոչ թե հարց ու փեսայի երջանկությամբ ուրախանալու, այլ մենյու ստուգելու։ Հայը սեղանի շուրջ նստում է, առաջինը նայում է խաշլաման բերին, խորովածը բերին, թե չէ, ոնց բերին, ինչ արին, ով եկավ, ով ինչքան ինչ, ու եթե Աստված չանի միսը մի քիչ պին դեղա, վերջ, հարսանիքը ծախողված է։ Բա մեր քավորները, քավորը հարսանիքի վաղտ իրեն ունենց է պահում, ոնց որ ինքը ոչ թե հարսանիքի կնքահայրն է, այլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահը։ Նստածը սեղանի գլխին դեմքին ունենց լուրջ արտահայտություն է, ոնց որ հենց հիմա Իլոն Մասկի հետ պիտի պայմանագիր ստորագրի։ Ու ամենակարևորը քավորի պարն է, ախպեր մարդը 120 կիլո է, բայց որ դհոլ զորն խփում է ինքը դառնում է բալետի պարող։ Ու սաղ ազգը պիտի շուրջը պարեն, որովհետև դե քավորն է, պատիվը պիտի պահենք, բայց ամենակայֆը խնամիների շփումն է։ Տեսել եք ոնց են իրար հետ խոսում։ Խնամի ջան, մենք ձեզանից շատ գոհ ենք, բայց դե մեր աղջիկը թագուհի է, իրան պիտի ափերի մեջ պահեք։ Այդ ափերի մեջ պահելը նշանակում է մարդը պիտի 3 գործով աշխատի, որ խնամ ու աղջկա ուզած iPhone-ը առնի։ Ու ամենակարևորը հարսանիքից հետո սկսվում է ով ինչքան փող դրես քննարկումը։ Հաջորդ օրը մաման ու պապան նստում են, ցուցակը բացում են։ Արես Գագոն 20 հոգով եկել էր, ընդամենը 20,000 դրամ է դրել ծրարի մեջ, իրանց քեֆերին էլ չեն գնալու։ Մենք հարսանիքը սարքել ենք բորսա, փող ենք ներդնում, որ հետո տոկոսներով հետ ստանանք։ Էդի մենակ հայերն են անում։ Եկեք մի պահ պատկերացնենք հարսանիքին թամադայի փոխարեն ռոբոտ դնեն։ Ռոբոտը կանգնելու է ասի, խնդրում եմ լռություն, հիմա կենաց ենք խմում ծնողների համար։ Հարբած հորեղբայրը տեղից վերականալու, այ ռոբոտ դու ով ես որ ինձ ասես երբ խմեմ, ես հիմա ուզում եմ խմեմ այն մարդկանց համար, ովքեր այս սարերում քարը քարի վրա են դրել։ Ու սկսելու է 40 րոպեանոց կենացը, ռոբոտի մարդկոցը կնստի, ծրագիրը կախի, բայց հորեղբայրը դեռ խոսում է։ Վերջում էս ռոբոտը ինքնական փախնելու է, որովհետև կհասկանա, որ հայկական հարսանիքի նույնիսկ Աստված է զարմանում, թե ոնց են այսքան ուտում, այսքան խմում, այսքան խոսում։ Մենք նվեր չենք տալիս, մենք փոխանակում ենք անում։ Եթե մեկը քեզ հարսանիքին հարիչ, միքսեր նվիրի, դու պարտավոր ես իր հարսանիքին կամ նույն հարիչը տանես, կամ էլ մի քիչ ավելի թանկ հյութաքամիչ, որ տակ չմնաս։ Այդ հարիչները հայկական ընտանիքներում 20 տարի պտտվում են։ Մի հարսանիքից մյուսն են գնում, մինչև մի օր մեկի ձեռքին չի վառվում։ Հիմա էլ նոր թեմա է բացվել, ում հարսանիքի վիդեոն ավելի շատ լայք կհավաքի։ Խնամիները նստած ստուգում են, խնամի տեսար։ Մեր կողմի բարեկամները ոնց էին ապարում, սաղ TikTok-ը խառնվել էր իրար, իսկ ձերոնք նստած ուղակի ուտում էին։
ու սկսում է վիրտուալ պատերազմը։ Կարճ ասած, մարդիկ հարսանիք են անում ոչ թե երեխեքի համար, այլ TikTok-ի ու հարևանների համար։ Եթե հարսանիքին 500 հոգուց պակաս մարդ եղավ, վերջ, նշանակում է տունը քանդված է։ Մարդ չունեն, հարգանք չունեն։ Մենք քանակի ազգ ենք։ Մեզ պետք է որ մարդիկ շատ լինեն, որ աղմուկը շատ լինի, որ վերջում սաղ աշխարհը ասի, ես ինչ քեֆ էր, իր քորակաժները զնգում էր։ Բայց ժողովուրդ ջան, հարսանիքը եկեք նայենք, որ դա սիրո համար է, ոչ թե ցուցադրության։ Կապ չունի քավորը 120 կիլո է, թե 60, կապ չունի բանանը շատ է սեղանին, անանաս կա, թե չկա, թե քիչ է։ Կարևորն է, որ հաջորդ օրը արհեստական բանականությունը չհարցրեք բաժակնայի մարդը ստե սիրոյի ունի թե չէ։ Ամենակարևորը սիրեք իրար, քեֆ արեք։ Մենք աշխարհի միակ ազգն ենք, որ հյուրասիրությունը սարքել ենք ահաբեկչություն։ Հյուրը գալիս է տուն, ասում է մերսի կուշտեմ, հայ տանտերը ոնց։ Այդ բառը չի հասկանում։ Իր ականջին դա հնչում է, որպես ինձ մի քիչ էր ստիպի։ Ու սկսվում է, մի հատիկ խինկալի է, խի ես թողնում, մեղքա, էս միսը հատուկ քո համար ենք սարքել, էս տոլմեն, էս են, չուտես կնեղանամ։ Վերջում խեղճ հյուրը ուտում է այնքան, որ արդեն չի կարողանում աթոռից վեր կենալ, իսկ տանտերը գող դեմքով ասում է դե տեսար, ոնց էր ասում կուշտեմ։ Բա որ սովազիներ ինչ կանեիր։ Մենք հյուրին ուտացնում ենք միջև հոգևարք, որ հետո ասենք լավ պատիվ տվեցինք։ Մտնում ես տաքսի 3 րոպե հետո վարորդն արդեն գիտի քո սախ տոհմածառը, իսկ 5 րոպե հետո սկսում է բացատրել, թե աշխարհի գերտերությունները ինչ սխալներ են անում։ Ախպեր, ես որ իրանց տեղը լինեի, տո այդ Պուտինին, այդ Բայդենին, այդ Թրամփին մի հատ կզանգեի կասեի սխալ ես անում տղա ջան։ Տաքսիստը, մեր վարորդը միակ մարդն է աշխարհում, որ ղեկին նստած կարող է եւ ավտո քշի, եւ հեռախոսով բիզնես հարցեր լուծի, եւ քեզ դասեր տա, թե ոնց պետք է ապրես այս կյանքում։ Կամ օրինակ քաղաքականությունը ոնց պիտի լինի, որ ճիշտ լինի։ Բա մեր հայկական ռեմոնտները, եթե հայը տանը ռեմոնտ անում, դա նշանակում է, որ սաղ թաղը պիտի իմանա, պիտի լինի ամենաթանկ կաֆելը, ամենավոսկեզոծ աբոյիները ու ամենակարևորը եվրո պատուհան։ Կապ չունի, որ տանը ուտելու բան չկա, կարևորը պատուհանները եվրո լինեն, որ հարևանները տեսնեն ու նախանձից պայթեն։ Ժողովուրդ ջան, մենք սենց ենք, մենք զորով հյուրասիրող ենք, շատախոս տաքսիստներ ենք ու եվրո ռեմոնտի սիրահար։ Բայց գիտեք ինչու ենք մենք սենց, որովհետև մենք իրար սիրում ենք։ Եթե հայը քեզ զորով չի ուտասնում, ուրեմն դու իր համար հյուր չես։ Եթե տաքսիստը հետը չի վիճում, ուրեմն ինքը հայ չի։ Մնացեք այսպես անվիճական, այսպես մի քիչ գիժ, մի քիչ խելար ու այսպես լավ հայ։ Ու հիշեք, 2026-ին էլ, 3026-ին էլ մենք մեկը ռոբոտիներ ենք ստիպելու, որ մեզ հետ քյաբաբուտի ու վերջում լավ մնասասի 40 անգամ մի հատ էլ պաշտպարոշտի անի հայկական ձևերով։ Մենք աշխարհի միակ ազգն ենք, որտեղ թաղի խանութի տետերը ավելի մեծ ուժ ունի, քան կենտրոնական բանկի օրինակ պահեսները։ Տեսել եք ոնց է հայը մտնում խանութ։ Գոհար ջան, մի հատ այն հացը, մի հատ այն սուրճը, մի հատ այն կոկա-կոլան տուր ու գրի տետերում մինչև ամսի վերջ։ Ու ամենակայֆը գիտեք որն է, այդ տետերը սուրբ բան է։ Մարդը կարող է աշխարհին պարտ լինի, բայց խանութի գոհարին պիտի փողը տա, որովհետև եթե գոհարի պարտքը չտվեց, թաղում սով է սկսվելու։ Օրինակ, եթե արհեստական բանականության ասես գրի տետերում ինքը կհարցնի, իսկ ո՞րն է գրավը, հայն էլ կպատասխանի այ ռոբոտ գրավ իմ խոսքն է, որ ամսի 5-ին թոշակը ստանամ բերելու եմ։ Ու բերում է։ Սա աշխարհի ամենաաշխատող բանկային համակարգն է։ Ու դա մենակ որտեղ կա, միայն Հայաստանում։ Բան մեր խորոված անելու process-ը։ Խորովածը մեզ համար ուղակի ուտելիք չի, դա ազգային ինքնահաստատում է։ Տղամարդիկ հավաքվում են մանգալի շուրջը ու սկսվում է այն ստրատեգիական քննարկումը, մեկը ասում է անկյունները լավ չեն վառվում, մյուսը շամփուրը սխալ է շարել, երրորդը միսը պիտի գինու մեջ մի հատ բաստուրմ աներ նոր դներ ախպեր։ Վերջում սա հավաքվում են, ուտում են, բայց ամենակարևորը խորոված անողի կենազն է։ Խեղճ մարդը ծխի մեջ կորած, աչքերը կարմրած, շոքից մեռած, խորոված անում, որ վերջում ասեն ապրես Վարդան ջան, միսը մի քիչ չորեր, բայց դե հալալա քեզ բռատ։ Մենք նույնիսկ գովելուց առաջ մի հատ պիտի կացենք, որ մարդը չմեծամտանա հանկարծ։ Դա մեր բնավորությունն է։ Բա մեր հայկական հարևանները, ժողովուրդ հայ հարևանը դա ուղղակի մարդ չի, դա 24 ժամյա տեսահսկման համակարգ է։ Դու դեռ տնից դուրս չես եկել, հարևանդ արդեն գիտի ուր ես գնում, ինչի ես այդ շորերը հագել, ու ինչի է քո ավտոյի ձայնը մի տեսակ սխալ դուրս գալիս։ Հարևանը կարող է մտնի քո տուն,
առանց թակելու հարցնի, «Էս ինչ հոտ է գալիս, բա մեզ չեք կանչում»։ Ու դու չես կարող նեղանալ, որովհետև եթե մի օր տանը լույսերը չվառես, առաջինը հենց այդ հարևանն է զանգելու, ախպեր լավ ես, խիա տունդ մութ, լույսերը ինչի չեն վառում, մի տեսակ վախեցա, ասի հարցնեմ տենա ոնց ես, դա միայն կտեսնես Հայաստանում, մենք չնայած իրար ուտում ենք, բայց եկեք խոստովանենք, առանց իրար չեն կարող ապրել, հայը կարող է ապառիկով iPhone առնի, որի փողը 3 տարի հետո պիտի մուծի, բայց մտնի մարշրուտկա ու այդ հեռախոսով այնպես խոսա, ոնց որ հենց նոր Բիլ Գեյթսի հետ սուրճ է խմել։ Մենք ցույց տվող ազգ ենք, մենք սիրում ենք ցույց տալ, որ լավ ենք ապրում, նույնիսկ եթե տանը ընթրիքին ուղակի ձվածեղ ենք ուտում։ Կարևորը հարսանիքին կամ քեֆին սաղ տենա, որ մենք ամենաթանկն ենք հագել ու ամենաշատ փողն ենք դրել ծրարի մեջ։ Սա նախանց չի, սա մեր հպարտությունն է։ Մենք ուզում ենք լինել լավագույնը, նույնիսկ եթե դրա համար պիտի բանկի տակ մնանք մինչև կյանքներիս վերջ։ Ժողովուրդ, մենք մի քիչ գիժ ենք լավ իմաստով, մի քիչ անտեղի հպարտ ենք։ Մենք խանութի տետրով ենք ապրում ու հարևանի աչքի համար ենք ռեմոնտ անում։ Բայց գիտեք, ինչ, աշխարհի ոչ մի ազգ չունի այդքան ջիգար, ոչ մի ռոբոտ չի կարող զգալ այն ինչ մենք ենք զգում։ Երբ մանգալի ծուխը բարձրանում է, հարևանի պատշգամբից գոռում է բարեախորժակ ախպեր ջան, դա գիտեք ինչ է, որ ոչ մի ազգում այդ բանը չկա։ Մնանք հայ, մնանք պարտքով թեկուս քեֆանող, բայց իրար սիրող։ Բայց դե մենք լավն ենք ժողովուրդ ջան, այսպես թասիբով, հավվեսով, բոլորը նայում են մեզ ու հայել նայելու են, հայել նախանձելու են։ Ու մի մոռացեք, թեկուզ 2036-ին լինի, թեկուզ 2050-ին, եթե Մարսի վրա հայ տենակ, հաստատ մաղալա վառածը լինելու խանութի տետրում իր անունը գրած, իմացեք, որ դա հայ է։ Այսպես ջիգարով, հավվեսով լավ մնացեք ու մեկ էլ աշխատեք մեկ-մեկ մարդկանց վիդեոների տակ մեկնաբանությունների հետ բաժնում այդ կոմենտարիներում, վատ բաներ մի գրեք, մարդիկ ասում, խոսում, ծիծաղում են, ձեզ համար հումոր են անում, եթե դուք հումորից չեք հասկանում, ուրեմն մի նայեք, օրինակ այս տեսαίνու թե մի նայեք։ Եսի նկատի չունեմ մեզ մոտ, այստեղ այս ալիքում, Արբջոքսում, այլ բոլորի մասին եմ ասում։ Մեկնաբանություններում գրեք, էլ ինչ կարող են անել միայն մեր հայերը։ Լավ մնացեք, մի շնորհ